Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Հպարտությունը կործանման նախաշեմն է։ Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության» գրքից անվանումը։ Այս շարքի մեր հերթական ուղերձի մեջ անդրադառնալու ենք հպարտության թեմային։ Մեր ուշադրության կենտրոնում Նաբուգոդոնոսոր թագավորի հպարտությունն ու այդ հպարտության պատիժն են լինելու։ «Թագավորն ասաց. «Սա չէ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ, որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։ Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը մեզ հստակ սովորեցնում է, որ կործանումից առաջ գալիս է հպարտությունը։ Մարդու մեծամտությունը, ամբարտավանությունն ու հպարտությունը նրան տանում են կործանման։ Առակաց 16:18 խոսքում գրված է. «Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից ամբարտավան հոգին»։ Նաբուգոդոնոսորը հպարտացավ իր ուժով։ Նաբուգոդոնոսորը գոռոզացավ իր թագավորության մեծության փառահեղությամբ։ Նաբուգոդոնոսորը մոռացել էր իր անձը խոնարհեցնելու վերաբերյալ Դանիելի զգուշացումը, երբ Աստծու ծառան մեկնում էր նրա երազը։ «Սա է մեկնությունը, ով թագավոր, և ահա ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին։ Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես խոտ են ուտեցնելու։ Թրջվելու ես երկնքի ցողով, և 7 ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, և այն տալիս է նրան, ում որ ուզում է։ Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատի բունը թող մնա, քո թագավորությունը քեզ համար պետք է հաստատվի, երբ գիտենաս, որ իշխողը երկինքն է։ Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավիր, և քո անօրենությունները աղքատներին ողորմելով, թերևս քո խաղաղությունը երկարացվի»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հպարտությունը սատանայի անկման պատճառ հանդիսացող մեղքն է։ Հպարտությունը սեփական ես-ը Տեր Աստծու գահից բարձր դնելու մեղքն է։ Հպարտությունը սեփական հաջողությունների մեջ Տեր Աստծու դերը անտեսելն է և սեփական անձով հիանալը։ Հպարտությունը քո հաջողությունների կամ առավելությունների պատճառով քեզ մյուսներից բարձր դասելու անմտությունն է։ Հակոբոս 4:6 խոսքում գրված է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»։ Հպարտությունը կործանման նախաշեմն է։ Եվս մեկ կերպար կա Աստվածաշնչում, որը հիացած էր սեփական արժանիքներով և իր դիրքի ու իշխանության համար փառքը Աստծուն չտվեց, այլ Աստծուն ուղղված փառաբանության նման գովաբանություն ընդունեց։ «Որոշված օրը Հերովդեսը թագավորական զգեստ հագած նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ, իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։ Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծուն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ»։ Նաբուգոդոնոսորը հպարտացավ սեփական նվաճումներով և չլսեց անձը խոնարհեցնելու Դանիելի զգուշացումը։ «Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ քեզնից գնաց։ Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների նման խոտ են ուտեցնելու, և 7 ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, և այն տալիս է նրան, ում ուզում է»։ Նույն այս ժամին խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ։ Նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները թռչունների մագիլների նման։ Թող մեր աղոթքն առ Աստված այսօր լինի այն, որ երբե՛ք ու երբե՛ք չհայտնվենք հպարտության մեղքի մահաբեր ճիրանների մեջ, որ երբե՛ք մեր ցանկությունները Աստծու կամքից բարձր չդասենք,
որ երբեք չմերժենք մեր անձը ամենակարող Աստծու առջև խոնարհեցնելու հնարավորությունները և երբեք մեզ դիմացինից բարձր չդասենք։ Աղոթենք, որ յուրաքանչյուր հաջողության ու ձեռքբերման մեջ կարողանանք գոհությամբ ու երախտագիտությամբ ողջ փառքն Աստծուն ուղղել և խուսափենք մարդկանցից փառավորվելու բոլոր հնարավորություններից։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։